անդրադառնալ բլոգեր Չախոյանի օրերս արած մի հրապարակմանը, որտեղ պնդում էր, որ մանկապարտեզների մրցույթներից մեկում մի ընկերություն ա շահել այլ, բայց քաղաքապետարանից կանչել են, ճնշել են, պարտադրելով հրաժարվել ի օգուտ Լիլիան Արմինակ, խնդրեմ մեզ հայտարարությունը մեկնաբանես։ Ես տեսել եմ այդ ռեպորտաժը, բայց նայեք, մեկնաբանելու համար ես առնվազը գոնե այն մարդկանց, որ մեղադրանք են ներկայացնում, առնվազը պետքա գոնե այս պահին Երևանի քաղաքապետարանում աշխատեին, որպեսզի ես կարողանայի իրենցից այդ մասով պատշաճ մեկնաբանություն ստանալ, որովհետև այն պաշտոնյաների անունը, որ տալիս է, դրանք քաղաքապետարանի նախկին աշխատակիցներ են, եւ ես կդժվարանամ այդ մասով որևիցե ինֆորմացիա տալ, թե ասելու, որ այո նման բան եղել է եւ թե ոչ նման բան չի եղել, այդ առումով ես կարծում եմ, որ ավելի ճիշտ կլինի այն մարդկանց անունները, որ տեսանյութում տրվում է, իրենցից էլ բարձաբանումները ստանալ։ Այսինքն քաղաքապետարանը ներքին այսպես մի քննություն չեք սկսել այս հայտարարությունից հետո։ Սրան արձագանքեք, հիմա երկրորդ հարցն էլ տամ, տրանսպորտի երթևեկության կարգի փոփոխություններին խնդրեմ անդրադառնանք, այդ քննարկումները արդյոք արդեն ինչ-որ միտեղ հասան, որ հասկանանք Մաշտոցի պողոտայում, Խորենացիում, այս հատվածում ավտոբուսների երթուղիները փոխվելու են, թե չէ, որովհետև այս ամիս պիտի այս փոփոխությունները արվեին արդեն։ Ռոբերտ ջան, նայեք, էլի, ինչ վերաբերում է այդ ներքին քննությանը, որ ասում եք քաղաքապետարանում փորձել են պարզել, թե ոչ։ Հիմա տեսեք, հանրային խոսք է հնչել, այսինքն փաստացի ենթադրյալ այն խոսակցությունը, որ կար, եթե մենք բոլորս լսում ենք, մենք մտածում ենք, որ ստեղ այդ է ուրեմն մի հատ քրեական գործի տենց պատրաստ թեմա։ Ես կարծում եմ, քանի որ հայտարարությունը եղել է հրապարակային, ես կարծում եմ, որ մեր իրապահ մարմինները դրանով պետք է զբաղվեն։ Հիմա ինչքան էլ մենք մեզ մեջ, այսպես ասած, քաղաքապետարանում հասկանանք, որ այո նման բան եղել է, թե նման բան չի եղել, քանի որ հրապարակային է, ես կարծում եմ, որ իրապահ մարմինները պետք է գնան այդ հայտարարության հետևից եւ վերջնարդյունքում պարզեն նման հայտարարություն դա իրականությանը համապատասխանում է թե ոչ։ Ինչ վերաբերում է տրանսպորտի փոփոխություններին, վերջին անգամ այդ թեմայով, երբ որ մենք իրար հետ խոսեցինք, ես ասացի, որ դեռ վերջնական որոշում չի կայացվել։ Մի փոքր ավելի բացեմ էլի թեման, ինչի մասին է խոսքը, որպեսզի բոլորը իմանան։ Առանձնացված գծի շարունակությունը Մաշտոցի պողոտայում եւ Խորենացի հատվածում, որը որ հունիս ամսվա ընթացքում նախատեսել ենք իրականացնել, իրականում այնտեղ մի հատ խնդիր կա, որը կապված է կարելի ասել կանգառասրահի հետ, որովհետև հիմա մենք այս պահին տեղադրված կա կանգառասրահ Մաշտոցի պողոտայում սուպերմարկետ փակ շուկայի մոտ։ Հիմա տեսեք, եթե մենք այդտեղ առանձնացված գիծը դնում ենք, մինչև վերջ գնա, դուրս է գալիս, որ այդտեղից արդեն կանգառը դուրս պետք է գա, որպեսզի ծանրաբեռնվածություն չառաջանա։ Մյուս խնդիրը պայմանավորված է նրանով, եթե մենք դա հանում ենք, օրինակ տեղափոխում ենք պայմանական Խորենացի փողոց, քանի որ առևտրի կենտրոն կա եւ այդ հատվածում շարժը շատ է, շատ դեպքերում մարդկանց համար կարող է անհանգստության առիթ դառնալ, որտեղ պատկերացրեք, մեր ազնել չի սիրում քայլել առասարակ, էլի, սիրում ենք տենց 10 մետրը մեկ կանգառ լինի, որտեղ ուզենանք իջնենք, որ ավել չքայլենք, իրականությունը այդ է, էլի, ինչքան էլ փորձենք ասել, որ կանգառը մի փոքր հեռու է, կանգառը այստեղ կանգառ չկա, բայց կարծում եմ, որ առողջ ապրելակերպին ոչ միայն նպաստում է քայլելը, այլ նաև ունենալով Երևանը կարելի ասել ոչ մեծ փողոցներ, նեղ փողոցներ են շատ դեպքերում եւ ամեն, չգիտեմ, էլի 500 մետրը մեկ կանգառասրահ տեղադրելը դա ավելի է դժվարացնելու քաղաքի երթևեկությունը։ Հիմա մեզ մոտ այդ քննարկումը դեռևս իր հանգուցալուծումը չի ունեցել, որտեղ այն փոփոխությունները, որ մենք անելու ենք, առաջինը հենց չենք սկսելու Մաշտոցի պողոտայից կամ Խորենացի փողոցից։ Ես կարծում եմ, որ մենք այս շաբաթվա ընթացքում այդ մասով արդեն որոշում կունենանք եւ բնականաբար դրա մասին էլ պետք է իրազեկենք, որ արդեն վարորդները եւ հետիոտները այդ փոփոխության մասին տեղյակ լինեն, եթե կանգառասրահի որևիցե տեսակի փոփոխություն լինի իհարկե, էլի։